Տիկին Հակոբյան ինչպես է գնահատում այս պահի դրությամբ վաղաշաբաթի ընտրությունների ընթացքը։ Շատ դրական, որովհետև ակտիվ մասնակցություն կա, իսկ դա միշտ լավ է, այսինքն քաղաքացին գիտակցում է, որ ինքը իրավիճակի տերն է եւ իր քվեն տեղ է հասնելու, այնպես որ ակտիվ մասնակցությունը միայն ուրախացնում է։ Եվ տեսնում ենք, որ առավոտվանից Արգիշտի Մեխակյանի շտաբի մոտ մարդաշատ է, այսպես գնում են, գալիս են, հիմա էլ մեծ թվով ԿՊԱ-ական падգամավորներ կան, մարզպետներ կան, այլ թիմակիցներ կան։ Ինչով է պայմանավորված այս ակտիվությունը։ Մենք թիմ ենք եւ տարբեր իրավիճակներում, տարբեր համայնքներում մենք մշտապես թիմով իրար աջակցում ենք, միասին ենք լինում, դա միայն թիմային, հա, մթնոլորտի մասին է խոսում։ Միանշանակ եւ միայն այսօր չէ, որ թիմակիցները աջակցում են, հա, ես ինքս օրինակ 2 օր քարոզարշավին եկել եմ, աջակցել եմ պարոն Մեխակյանին եւ դա միայն լավի մասին է խոսում։ Այսինքն դրական է, պատկերացրեք ընտանիք եւ ձեր ընտանիքի անդամը մի իրադարձություն է, հա, լավ բադ կապ չունի, դուք ձեր ընտանիքի անդամի կողքին եք։ Օրինակ սա դրական եմ գնահատում, իսկ մենք ունենք օրինակ նույն այս թիմին, հա, վաղաշաբաթում մասնակցող այլ տեխնացու, դաշնակցության տեխնացուն օրինակ, որ երբեք ես չեմ տեսել նույն դաշնակցության падգամավորների, Ռոբերտ Քոչարյանի կամ այլ հա թիմակիցների աջակցություն այս ողջ ընթացքում։ Ուղիղ աջակցություն, հա, ես հասկանում եմ, որ դա նշանակում է, որ ես նաև լսել եմ, որ կոնկրետ այստեղի թիմը չի ուզում, որ այդ մարդիկ կողքը կանգնեն, որովհետև դա միայն վանում է մարդկանց իրենց ներկայությունը։ Եթե գային միգուցե հակառակը ասեիք, որ այ տեսնում եք հստակ այսպես իրենց տեխնացուին սատարում են, գնում են։ Դա նորմալ է, երբ որ քո կուսակցությունը մասնակցում է, թիմակիցները պետք է միմյանց սատարեն, դա նորմալ է։ Նորմալ չէ, երբ որ բան ես ամ թաքնվում ես եւ ամեն կերպ փորձում ես իզոլացվել եւ բան չասոցացվել ուժիդ հետ, այ դա խնդիր է։ Եվ վերջին արդեն ամփոփիչ հանրահավաքի ժամանակ պարոն Մեխակյանի այսպես տեղեկություններ կային եւ հրապարակված կադրերով ամփոփելով որոշ վերլուծաբաներ, նաեւ ֆեյսբուքյան օգտատերեր գրում էին, որ բավականին պասիվ էր, մարդաքանակ չկար, շատ քիչ էր, Նիկոլ Փաշինյանն էլ չէր եկել, ինչու Նիկոլ Փաշինյանը չէր եկել, ավելի վաղ տեղեկություն կար, որ պարոն Փաշինյանը պետք է մասնակցեր։ Ես չգիտեմ ով է այդ մարդը, որ նման տեղեկություն է, հա, հայտնել, ի սկզբանե նախատեսված չի եղել պարոն վարչապետի մասնակցությունը, որ ասենք չի եկել կամ նախկին թիմ ընտրություններում էլ դուք ամենտեղ չէ որ կտեսնեք վարչապետի ուղիղ մասնակցություն է եւ սա ուզում ասեմ նախապես չի եղել նման օրակարգում, հա, վարչապետի մասնակցություն, որ ասեք, այ ինչու չի մասնակցել եւ այն մարդկանց, որոնք ասում են, որ բանը մարդաշատ չէ, մենք քայլերթ ենք օրել շատ ակտիվ, շատ մարդաշատ, հետո հանրահավաք եւ մենք չենք դժգոհում մասնակցությունից, շատ ակտիվ մասնակցություն կար, մեզ ողջունում էին թե մայթերից, թե շենքերից եւ ասեմ ոչ միայն այդ եզրափակիչ օրը, այլ նաեւ ամբողջ քարոզարշավի օրերին, երբ որ բակերով ենք շրջել, նույն դրական էմոցիաներն ենք ստացել, շատ լավ ընդունելության ենք արժանացել բակերում վաղաշաբաթցիների կողմից։ Քննադատություններ կան, որ անգամ վարչական ռեսուրս կիրառելով չեք կարողացել վարչական ռեսուրս մարդկանց բերել համայնքապետարաններից, այդ մասին բավականին դիտորդական խմբեր էլ այսպես արձանագրեցին, որ վարչական ռեսուրս է կիրառվում, հիմա էլ մի շարք ընտրախախտումների մասին են դիտորդները արձագանքում, տեղյակ եք այդ մասին։ Տարբեր խախտումներ, բայց այդ խախտումները ես ոնց հասկանում եմ այնքան էական չեն եւ անգամ մի քիչ առաջ ձեր այլ գործընկեր ասում էր, որ այսինչ տեղը այսինչ բանն է արձանագրվել, ոստիկանները այսինչ գործողություններ են արել, այսինքն իրավիճակը հարթել են, այսինքն հնարավոր է փոքր ինչ որ բաներ, հա, ասենք ավելի շատ մարդ լինի ընտրատեղամասում, քան նախատեսված է, հա, առավելագույն քանակից շատ։ Նման բաներ հնարավոր է, բայց տեղում խնդիրները լուծում են, ինչպես տեսնում եք, հանգիստ ընտրություններ են տեղի ունենում, ոչ մի աղմկահարույց միջադեպ չի եղել Փառք Աստծո, եւ ոնց որ արդեն տեսնում եք, որ մտնում է, մոտենում են ընտրատեղամասները փակելու այդ փուլին, եւ տենց ես չեմ նկատել էլի այն ինչ որ դուք ասում եք, ակտիվ հետևում եմ, փոքր բաներ այսինքն այնպեսի երկիր երևի չեմ էլ հիշում, որտեղ բացարձակ ոչ մի տենց նման մանր խախտումներ չլինի, որոնք տեղում ես նաև տեսել եմ տարբեր դիտորդական, հա, խմբերի կողմից արձանագրված բաներ, որ ասում են մենք ասել ենք մատյանում արձանագրվել է, այսինքն ամեն ինչ կար որ ԿՊԱ-ական ավականու տեխնացուն նույնիսկ այսպես վստահված անձի բեջ է ունեցել
եղել պարոն Մեխակյանի շտաբի մոտ ընտրատեղամասում պաստառն է մոտ եղել փակցված այդ խախտելով այդ 50 մետր հեռավորությունը։ Ձեր ասած բոլոր ընտրախախտումները ես տարբեր բաներով կարդացել եմ։ Հետո հերքումներ եմ որոշակի կարդացել, որ ասում են շտաբը գտնվում է ընտրատեղամասի մոտ, հստակ պահված է օրենքի պահանջը, այսքան մետր հեռավորության վրա է շտաբը, հա, այսինքն կարող է վիզուալ ինչ որ մեկը նկատել է, որ միգուցե մոտ է եւ գրել է, բայց հետո հերքվել է դա։ Հիմա բոլոր դեպքերում քննություններ կլինեն եւ բոլորս կիմանանք դայական կազմի արդյունքների վրա։ Ուրեմն կլինեն հետևություններ, հա, ես ոչ մի տենց սարսափելի բան չեմ տեսել, որը որ կարող է այս պահին կարող ենք արձանագրել, որ դա կազդի վերջնարդյունքի վրա։ Եվ լսելով եւ ընդդիմության ներկայացուցիչների, մասնավորապես թեկնածուների հարցազրույցները, նաեւ իշխանության ներկայացուցիչի ընդդիմությունը պնդում է, որ վաղաշաբաթում ինքն է հաղթելու, իշխանությունը վստահ է, որ մեծամասնությունը ինքն է ստանալու, ինչ կասեք սրա վերաբերյալ։ Նորմալ է, բա ոչ մեկ չի մտնում ընտրապայքարի մեջ եւ ասում է, որ ես գնում եմ պարտվելու, բոլորն ասում են, որ գնում են հաղթելու, այլ բան է ինչքան ռեալ են գնահատում շանսերը։ Մենք ռեալ ենք գնահատել մեր շանսերը եւ մտել ենք ընտրապայքարի մեջ եւ հավակնում ենք ունենալ իշխանություն վաղաշաբաթում։ Արդյունքներն ինչպիսին կլինեն, հիմա կտեսնենք, թե չէ 8 ուժ է մասնակցում, 8-ն էլ ասել են, որ հաղթել ենք, պարզ է, չէ, որ 8-ից մեկն է հաղթելու։ Մտավախություն չկա, որ Փարաքարի, Գյումրի երկու սցենարը կկրկնվի Էջմիածնում։ Ընդդիմությունը ամեն ինչ անում է, էլի բաժանվելով մասերի, որպեսզի այդ սցենարը կրկնի, բայց ես կարծում եմ, որ Գյումրու օրինակով, Գյումրու սցենարը այդ մի անգամը կարող էր գործել, բայց քաղաքացին տեսավ, ամբողջ հանրապետությունը տեսավ, որ նման բան հնարավոր է եւ հիմա արդեն ավելի պատասխանատու են վերաբերում իրենց ընտրությանը, մտածում են, որ չէ, սրանք բոլորը, իրանք ասում են կոնսենսուս -1, այսինքն բոլորը համախմբելու են մեր թիմի դեմ։ Ժողովրդավարական երկրներում շատ նորմալ է, որ տարբեր ուժեր ունենան իշխանություն տարբեր համայնքներում։ Կան համայնքներ, որտեղ մենք անգամ տեխնացու չենք առաջարկում, այսինքն կամ առաջարկել ենք եւ պարտվել ենք, կամ կոալիցիոն իշխանություն ենք ձևավորել։ Դա նորմալ է, նորմալ չի լինի, եթե ամենտեղ մենք լինենք իշխանություն տարբեր թիմերում։ Դա նորմալ չի լինի, դա ժողովրդավար չի լինի։ Հիմա դա անգամ շատ առաջադեմ երկրներում կենտրոնական իշխանությունն է կոալիցիոն սկզբունքով ձևավորվում, այնպես որ սա բան չի, էլի։ Մենք ընդունել ենք Փարաքարի ընտրությունների արդյունքները եւ ոնց որ նորմալ որպես ընդդիմություն աշխատել ենք Փարաքարում մեր թիմը, այնպես որ սա համեմատելի բան չէ, էլի։